Վաղաշապատ քաղաքում բարձրահարկ շենքեր են կառուցվում։ Առաջին հայացքից դրական փոփոխություն է, բայց Վազգեն Վեհափարն առաջարկել էր Էջմիածնում չկառուցել 5 հարկից բարձր շենքեր, որպեսզի քաղաքի բոլոր անկյուններից երևա Մայրաթորի խաչը։ Այս առաջարկն ընդունվել ու պահպանվել է անգամ խորհրդային կարգերի ժամանակ։ Մենք հիմա գտնվում ենք Վաղաշապատի բարձրահարկ առաջին շենքի դիմաց, որը Մայրաթորից հեռու է ընդամենը 750 մետր։ Վազգեն Վեհափարի առաջարկն ու չգրված օրենքը առաջին անգամ խախտվել է այս շենքի ծրագիրը հաստատելուց, կառուցումը սկսելուց հետո։ Շենքի հարկերը հստակ չգիտեն թաղամասի բնակիչները։ Մեկը 10 հարկ է նշում, մյուսը 12, երրորդը 14։ Վաղաշապատի առաջին բարձրահարկն է։ Մի քիչ խառնում են դեռ բնակիչները։ Բայց հիմա ինչ վատ է, թող սարքեն էլ ավելի սիրունա։ Ոսոր ասենք Վաշինգտոնում չեն թույլատրում, ասենք դե պրեզիդենտի իրանց պրեզիդենտի բանից բարձրը լի շենքեր կառուցեն, նույնն էլ ստե կարան չթողան։ Դա պետությունը պետք է անի։ Պետական մակարդակով պետք է լինի։ Իմ անձնական կարծիք, ասենք առանձին մի թաղամասի վրա սարքեն, որ չխանգարի մնացածին։ Իմ համար ավելի գեղեցիկ կլիներ 5 հարկանի շենքերը։ Միաժամ չգիտեմ, կարող է տարիքայինով եմ տենց խոսում, բայց դե ամեն դեպքում մեր փոքր Էջմիածնում երևի մի քիչ սիրուն չէր նայվի։ Քաղաքի ճարտարապետական տեսքը խաթարում են բարձրահարկերը, ընդգծում է ճարտարապետը։ Բացի այդ, Վաղաշապատը սեյսմիկ առումով ապահով չէ բարձրահարկերի համար։ Ավերածությունների վտանգը մեծ է երկրաշարժերի դեպքում։ Ինչու պետք է Վաղաշապատում 10 հարկանի Երևան քաղաքի նման կամ ուրիշ քաղաքի նման 10 հարկանի շենք կառուցի։ Այնտեղ կա Գայանե, այնտեղ կա Շողոկատ, այնտեղ կա Ռիքսիմե, այնտեղ կա ի վերջո մեր մեծ եկեղեցին։ Ոնց կարելի է այդ շրջապատը լրիվ աղավաղել այդ անհասկանալի բարձրահարկ շենքերով։ Աշխարհի մշակութային քաղաքներում շինարարությունը ճարտարապետական գործի է նման։ Այն չպետք է հակասի քաղաքի դիմագծին։ Օրինակ Վատիկանում, որ կողմից նայես, երևում է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը։ Բարձրահարկ գրեթե չկա։ Աթենքում շենքերը չպետք է փակեն Ակրոպոլիսը։ Բարձրահարկերը կառուցում են հեռու քաղաքային նոր թաղամասերում։ Երուսաղեմում էլ է նույն կանոնը գործում։ Այստեղ առանցքը Սուրբ Հարություն տաճարն է։ Շենքերը չպետք է լինեն բարձրահարկ եւ պետք է երեսապատված լինեն բացառապես քարերով։ Լավ կլիներ, որ Վաղաշապատը պահվեր այնպես, ինչպես կա հոգևորական կենտրոն եւ այդտեղ շենքերը լինեին ինչպեսին կային մինչեւ մեր անկախությունը, то есть 2-3 հարկանի ոճով։ Վաղաշապատում բարձրահարկերը փակում են Մայրաթորի խաչը, որը քաղաքի բոլոր անկյուններից պետք է երևար։ Փոշին եւ բարձրահարկերը ծածկում են հոգևոր կենտրոնի խորհրդանիշը, խախտելով Վազգեն Վեհափարի առաջարկն ու չգրված օրենքը։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։